ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում մտահոգված են Վրաստանում զարգացումներով եւ այդ մասին տեղեկացրել են վրացական կողմին։ Մարկ Ռյուտեն հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար հարկավոր է նման ցանկություն հայտնել, ապա անցնել սահմանված գործընթաց, սակայն Ռյուտեի խոսքով Թբիլիսիի հետ կապված պատրանքներ չունեն։ Գլխավոր քարտուղարը հավելել է, որ Վրաստանը պետք է դիտարկել ամբողջ հարավային Կովկասի համատեքստում։ Վրաստանին զուգահեռ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, այնտեղ կարծես իրավիճակը շատ ավելի լավ է, այդ թվում նախագահ Թրամփի շնորհիվ, հավելել է Ռյուտեն։ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է խաղաղության ամերիկյան ծրագրի շուրջ Ժնևում տեղի ունեցած բանակցությունները, որոնց մասնակցել են Միացյալ Նահանգների, Ուկրաինայի եւ Եվրոպայի ներկայացուցիչները։ Նրա խոսքով ազդանշաններ կան, որ Դոնալդ Թրամփի թիմը լսում է Կիևի մտահոգությունները։ Ուկրաինայի նախագահը բովանդակալից է որակել բանակցությունները, տեղեկացրել, որ այժմ զեկույցներ են նախապատրաստվում։ Աշխատում ենք պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, Ուկրաինան պատերազմ չի ցանկացել, մենք երբեք չենք խոչընդոտի խաղաղությունը, ընդգծել է Զելենսկին։ Նա գոհունակություն է հայտնել, որ դիվանագիտությունն ակտիվացել է։ Ավելի վաղ Վաշինգտոնը 28 կետից բաղկացած փաստաթուղթ էր ներկայացրել, ըստ որի Ուկրաինան պետք է հետ քաշի զորքերը Դոնեցկի արևելյան հատվածներից, որոնք այժմ գտնվում են Կիևի վերահսկողության տակ։ Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի եւ Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը։ Բացի այդ, Ուկրաինան պետք է նվազեցնի իր զինված ուժերի թվաքանակը ներկայիս 880,000-ից հասցնելով 600,000-ի։ Նաեւ պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից, փոխարենը ստանալով անվտանգության հուսալի երաշխիքներ։ Ռուսաստանն էլ պարտավորվում է չներխուժել հարևան երկրներ։ Բացի այդ, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն եւ երկիրը նորից կինտեգրվի համաշխարհային տնտեսության մեջ։ Սակայն ԶԼՄ-ները գրում են, որ Ժնևում քննարկումներից հետո խաղաղության ծրագիրը կրճատվել է 28 կետից հասնելով 19-ի։ Նշվում է, որ Կիևի պահանջով շատ վիճելի դրույթներ վերաձևակերպվել են։ Վաշինգտոնից հայտնում են, որ Դոնալդ Թրամփը դեռ լավատեսորեն է տրամադրված Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում։ Սպիտակ տան խոսնակը նշել է, որ ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակություններն արդյունավետ բանակցություններ են ունեցել։ Քերոլայն Լևիթը հավելել է, Վաշինգտոնում հասկանում են, որ խաղաղության ծրագիրը պետք է համաձայնեցվի նաեւ Մոսկվայի հետ։ Նրա խոսքով այժմ որոշ դրույթների ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Լևիթն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները դեռևս մեծ քանակությամբ զենք է ուղարկում կամ վաճառում ՆԱՏՕ-ին, դրանք այդ թվում Ուկրաինային փոխանցելու համար, սակայն ամերիկյան կողմը չի կարող դա անել հավերժ։ Սպիտակ տան խոսնակը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահների միջև այս շաբաթ հանդիպում նախատեսված չէ, թեև ավելի վաղ Վաշինգտոնից հույս էին հայտնել, որ խաղաղության ծրագիրը կարող է հաստատվել նոյեմբերի 27-ին։ Դիվանագիտական ջանքերին զուգահեռ Ռուսաստանը եւ Ուկրաինան հայտնում են փոխադարձարվածների մասին։ Կիևում վնասվել է առնվազն 2 բարձրահարկ բնակելի շենք, հաղորդվում է զոհերի եւ վիրավորների մասին։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով մայրաքաղաքի որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման խափանումներ են գրանցվել։ Օդեսայում եւս էներգետիկ օբյեկտներ են թիրախավորվել, կան վիրավորներ։ Ուկրաինական կողմը եւս հարվածել է Ռուսաստանի տարածքին, Ռոստովի մարզի Տագանրոգի եւ այլ շրջաններում զոհվել է 3 մարդ, վիրավորվել առնվազն 10։ Հայտնի է նաև Կրասնոդարի երկրամասում 6 տուժածի մասին։ ՌԴՊՆ տվյալով գիշերը ուկրաինական 249 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Դիանա Գասպարյան, լուրեր։